Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից այսօր ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Պարոն Աղազարյան, քարոզարշավը մեկնարկել է, արդեն շատ ուժեր սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը, տարբեր քայլերթեր են անում, հայտարարություններ են անում, հանրահավաքներ, բայց մինչ սրան անցնելու ես ուզում էի հասկանանք, դուք ասել եք, որ ընտրություններին մասնակցելու եք եւ ամեն ինչ անելու եք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Ինչ եղավ, ինչու փոշմանեցիք։ Ծրագիր չկար, ռեսուրսները չբավարարեցին։ Ծրագիր որպես այդպեսին պետությունը փրկելու առաջիկա հնգամյա պլանները կատարելու եւ այլ իհարկե չկար։ Որովհետեւ իհարկե դժվար էր մեր համար 52% հավաքել եւ կառավարություն ձևավորել։ Եվ հետեւաբար այդ ծրագրի անհրաժեշտությունը այդ իմաստով չկար։ Մենք ունենք մեր կուսակցության ծրագրային այդպես կոչված դրույթները, որոնք առանցքային պիտի լինեն մեր գործունեության համար։ Մենք այն ուժը չէինք, որ հավաքնեինք կառավարություն ձևավորելու եւ հետեւաբար հանդես գային ծրագրով, այսքան դպրոց, այսքան հատմանկապարտեզ եւ այլ։ Այդ դերասացի հիման վրա, որ մենք ասել ենք, որ մենք կանենք ամեն ինչ մեզանից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, ծանոթ հետևանելով մեր ներքին հանդիպումների ժամանակ մեր համակիրների հետ տեսանք, որ վտանգավոր է, կարող է պատահել չհաղթահարենք, դժվար է հաղթահարել 4% շեմը, եւ այդ դեպքում եթե մենք հավաքեինք 3% կամ 3.5%, ավելի անհարմար վիճակ է։ Ապա այդ ժամանակ բան կանել էլի մեր այդ փոշիացման բանը որ կա, բանաձևը որ կա, այդ ձայների մեծ մասը կգնար Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար փոխանակ մեկ այնպես անենք, որ ինքը չվերարտադրվի, դուրս գա, որ մենք օգնեցինք, որ ինքը վերարտադրվի։ Նաև այդ պատճառով մեր ուժերը գնահատելով ռեալ, մենք գտանք, որ նպատակարարմաչի մասնակցել։ Կուսակցության այդ քննարկումները մենք որոշել։ Հա, բավական։ Պարոն Աղազարյան, բայց դուք վաղուց էր, հա, դուք կուսակցությունը ստեղծել ու միջև ընտրություններ երկար ժամանակ կար, ոնց չստացվեց այդ 4%-ը ռեալիզացնել, հատկապես որ վաղուց արդեն հայտնի էր 26-ի ընտրությունների մասին։ Չէ, դե հիմա վաղուց հայտնի է ՀԱԿ-ը մեզանից շատ ավելի վաղուց է հայտնի։ Բարգավաճ Հայաստանը շատ ավելի վաղուց է հայտնի։ Բարգավաճ Հայաստանի մասին են ասում, որ դժվար կարա հաղթահարի, ՀԱԿ-ը որևէ մեկը չի ասում, որ ես ներողություն եմ խնդրում, իհարկե ՀԱԿ-ը քարոզություն չլինի, բայց որևէ մեկը չի հաստատապես ասում, որ ՀԱԿ-ը կարող է հաղթահարի, ես ցանկանում եմ իրենք հաղթահարեն իմիջիալիոց այդ 4% բարիերը։ Մեր դեպքում ինչքան ասենք, մենք ընդհանրապես 4 ամսվա կուսակցություն ենք, 5 ամսվա նոր է, մեր գրանցումը վերջերս է եղել եւ հետեւաբար ճիշտ է մենք համաժողովը շուտ ենք արել, բայց գրանցումը վերջերս է եղել եւ այդուհանդերձ մենք մեր համակիրների այո մենք ամեն ինչ անում էինք որպեսզի որևէ ուժի կամ ուժերի հետ ասենք դաշինքային տրամաբանությամբ գնանք ոչ թե դաշինքով այլ դաշինքային տրամաբանությամբ չստացվեց իրենք են մերժել թե չէ որպես կանոն բանա մենք մերժվել ենք դուք եք այսինքն ձեզ են մերժել ստացվում է ում եք դիմել մի քանի օրինակ ուժ կնշեք ում հետ եք բանակցություններ տարել ենք ձեզ երկուսի անունը գտամ մյուսների նպատակարար չեմ գտնում հա տվեք մյուսների դեպքում ուրիշ հարցեր ա եղել եւ այլ երկու ուժ կար մեկը Լուսավոր Հայաստանը եւ բոլորին դեմ եմ Խոսեցել իրենց հետ իրենք մերժել են իսկ ինչ են ասել հա դիմը մերժել ասած բան էլի ասեք հասկացել ոչ չէ Բայց պատճառ չեն նշել ասեն ինչու չէ։ Չէ, կոնկրետ պատճառ չի եղել, կոնկրետ պատճառ չի եղել, նույնիսկ ասենք մեր կեսվածքը եղել է շատ կառուցողական, դա իմաստով, բայց այդուհանդերձ չի ստացվել։ Հետևաբար, երբ որ մենք նույնիսկ մի անգամ մեր համաժողովը ժամանակետը երկարաձգեցինք, որպեսզի փորձենք բոլոր դեպքերում գտնենք տարբերակներ այն ուժերի հետ, որոնց ասենք մենք ընդհանրություններ ունենք։ Բայց չստացվեց։ Եվ չստացվեց, եւ հետեւաբար մենք արդեն վերջի պահին քննարկեցինք եւ գտանք, որ չարժե։ Էդմոն Մանուկյանը վարչապետի ձեր թեկնածուներ նրա հետ էլ լեզու չգտաք, այսպես ասած։ Դե Էդմոն Մանուկյանն էր վարչապետի մեր թեկնածուն, ոչ թե Լուսավոր Հայաստանը։ Հա, բայց ինքն է Լուսավորի ղեկավարը։ Հետո ինչ, խմենակ իրանով չի։ Խորհուրդ ուներ եւ այլ, երևի քննարկել են, գտել են, որ նպատակահարմար չի։ Մենք այդ ինչ կապ ունենք, մենք Էդմոն Մանուկյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եւ դա մեկի մյուսի հետ հիմնական ղեկավարը ինքն է որոշում ներկայացնում լավ չի որ այդ ձև ենք մտածում ինչու չնայած մտածում եք թե չեք մտածում այդ ձևի դառնում է բոլոր ասենք դեպքերը որ նայում ենք որտեղ մենք հիմա այդ իրավիճակում ենք եւ դա մեր ողբերգությունն է որ
շատ դեպքեր մեծ եւ հուսով եմ որ լուսավոր Հայաստանում իրապես այդպես չի եւ այնտեղ ասենք ժողովրդավարական ձևով երևի խորհուրդը քննարկել է եւ նպատակալված չի գտել։ Կա ուշ։ Այսինքն այս չի որ մենակ այդ Մարուկյանի ուզելով եղած լինել եւ բանը ինքը որոշել է ամեն ինչը։ Որ ուժին եք աջակցելու, եթե չեք մասնակցում։ Մենք հայտարարություն հանդես ենք եկել խորհրդարանում, որ մեր համակիրների կոչ ենք անում իրենց ձայները տան ընդդիմադիր դաշտի ուժերից որևէ մեկին, ընդ որում հաշվի առնելով այսպես կոչված ձայների փոշիացման եզրույթը եւ մասնակցության բարձրացության կարեւորությունը դիմության հավանական հաղթանակի համար։ Հիմա հաջորդ խորհրդարանում չեք լինելու փաստորեն, շատ եք տխրել այդ փաստից, պարոն Աղազարյան։ Դե չէ, բայց մի անգամ այդ ժամանակ եմ եղել 5 տարի, հիմա եղավ 8 տարի, ասեք հավերժ պատգամավոր չես լինելու։ Ես ոսս տխրելը չէ, բայց բանը եթե արդյունքները իմ սրտով չլինի, շատ վատ կլինի, ասենք հոգեբանական իմաստով։ Այդ ասենք բանը ես կարող եմ պատահել վատ զգամ, որ չունեմ հնարավորություն ազդելու process-ների վրա այն ուղղությամբ, որ ես գտնեմ որ ավելի ճիշտ կլինի ընդդիմադիր ուժերի հաղթանակի համար։ Նախապես հիասթափությունից այսպես փորձել եք խուսափել, ասել եք ավելի լավ է չմասնակցեմ, քան մասնակցեմ ու հիասթափություն լինի։ Չէ, բանը մտածել եք որ ավելի լավ է չմասնակցենք կամ ռիսկ անենք եւ հավաքենք 3.9% ձայն, չհաղթահարենք 4% բարերը եւ այդ 3.9% ձայնի 2%-ը, 2-ից ավելի տոկոսը գնա Նիկոլ Փաշինյանին եւ հանկարծ էդի դառնա որոշիչ որի կառավարություն ձևավորի, բայց ժամանակ պատկերացնում եք, այս ժամանակ կանչի կամ չեք կանչի։ Մի հատ բանում վերլուծական դյուս գգրեի, ասեք այն Աղազարյանն է որ ասում էր, հիշում եք որ ասում էր ամեն ինչ Ասլանյանի հետ միասին ամեն ինչ անելու են որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, 2% ձայն նվիրեցին։ Այս ժամանակ ձեր կասեք, հիմա դա մեկ ապահովագրված է, այդ բանը չի լինելու հաստատ։ Պարոն Աղազարյան, այսօր քարոզարշավը արդեն մեկնարկեց, մի մասը այսպես մարզերում է, մի մասը Երևանում, տարբեր հայտարարություններ արդեն հնչել եք, որքանով որ հետևել եք, եթե ամփոփենք առաջին օրը ինչպիսին էր քարոզարշավի։ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություններ օրինակ Սյունիքում հնչեցրել, ասում է մյուս ուժերն են ասում, որ մենք իշխանություն ենք ձևավորելու, եթե չեմ սխալվում, այսպես էր գլուխները պատովն են տալիս։ Այսպես է քարոզարշավի առաջին օրը մեկնարկել մոտավորապես։ Ինքն է ձևի ասում։ Ահա, ասում էր այլ ուժեր են ուզում իշխանություն ձևավորել, ասում են մենք իշխանություն ենք դառնալու, բայց գլուխները պատովն են տալիս։ Բայց այս ինչ ասեմ, որ Դեսպես է քարոզարշավը մեկնարկել։ Բավարտը ոնց է։ Դե բանի նման արվում է, որ ասենք բրսկամարտի կամ մարտեր առանցքանունների բաներ արնում, այդ մարտից առաջ այդ մարտիկները կայանում են խոսում են, որ ասում ոչնչացնելու են, հեսասան ուտելու են, հեսասան, դատելով այն գործընթացներից, որ արել է Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզչության տրամաբանությամբ սկսած առողջապահության համապարփակ ապահովագրությունից վերջացած բաներով ասենք թոշակների կեսաթոշակների բարձրացումը եւ այլն ինքը պիտի հավաքի 120% ձայն ոչ թե 70 այլ 120 որովհետեւ այնի արեց դրա համար բայց մենք իրապես ինքը ունի պատկերը տեսնով որ չի բավականացնում հետեւաբար այդպեսի բաներով այդ գնահատականներով փորձում է տրամադրություն ստեղծի լայն մասաների մոտ, որովհետեւ այն կասկածողները, որոնք թերահավատ են եւ այլ, ավելի հստակ լինեն այս դիրքորոշման մեջ։ Ինքը շատ ուժեղ է այդ դաշտում։ Ռետորաբանության խոսքի դաշտում ինքը շատ ուժեղ է, հավասարություն ունի այսօր միգուցե նաեւ աշխարհում հավասարություն ունի։ Բայց դժբախտաբար դա մեզ դժբախտությունն է։ Որովհետեւ այն ինչ որ ինքը խոսում է, այսօր մի բան ասում, հաջորդ օրը նույն կրկնությամբ հերքում այդ իր ասածը, ասենք դա բանը ամեն ինչ կարա սպասվի այդ դեպքում։ Այդ դեպքում ես չեմ ցանկանում իրենց հաջողություն, որովհետեւ այդ հաջողությունը կլինի շատ վատ հետևանքներով հղի մեր պետականության համար։
Մի հայտարարություն էլ հնչեց, ասում եմ ես այն Ղարաբաղյան հակամարտությունը ասում եմ ես տարավ վատ տեղ ու այն տարածքները, որ տարիներ շարունակ մենք համոզել ենք, թե մերն է, դրանք իրականում մերը չեն եղել, օտարին են պատկանել ու մենք փաստորեն այսպես ստացվեց, որ մենք օկուպանտ ենք եղել ու տարիներ շարունակ պայքարել ենք այլ երկրի հողի համար, այդպես մի հայտարարություններ հնչեցրեք։ Ո՞վ ասել, որ Ղարաբաղը մերն է։ Երբևէ ով ասել, Ղարաբաղը աշխարհի ամենաանկախ պետություններից մեկն էր, Բայց Հայաստանն է, որ երաշխավորն է եղել։ Հասկացա։ Մոզամբիկն էլ կարող երաշխավորել Ղարաբաղի, դա ի՞նչ կապ ունի։ Հայաստանն է եղել, հայերեն են տեղ ապրել։ Այ ապրեք, հայերեն ապրել, դա Հայաստանն է եղել երաշխավորը, բայց Ղարաբաղը եղել է, Արցախի հանրապետությունը եղել է աշխարհի ամենաանկախ պետություններից մեկը, բարձ եւ իրավական, եւ քաղաքական, եւ այլ իմաստներով։ Հետևաբար ով է ասել, որ Ղարաբաղը մերն է։ Ժողովուրդը իգնորոշվել է, հռչակել է անկախություն, Հայաստանը եղել է երաշխավոր, որովհետև իր ժողովրդի մի հատվածն է։ Ուղղակի 22 թվականին Պրագայում այդ մակրոնների կներեք եվրոպական գոմիկների այսպես կոչված բաներով փաղաքշական, քնքշական, չգիտեմ ինչ խոսքերի տակ վարչապետը փաստորեն ճանաչեց Արցախը Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ։ Ինչի՞, կներեք, ես նվաստած համաձայն էի, բայց պայմանով, որ այդ ժողովուրդը էլի այդ միջազգային ինստիտուտների ուժերի աջակցության տակ պետքա ինքնորոշվի։ Այո, Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանի տակ, բայց այդ ժողովուրդը, որը էթնիկապես ինքը հայ ժողովրդի մի հատվածն է, ինքը պետք է ինքնորոշվելու իրավունք ունենա։ Խաբեցին, ինչպես ժամանակին Մակրոնը խաբեց Կիլիկյան տվեց Թուրքիային։ Մակրոնը։ Ո՞վ։ Մակրոնն է տվել։ Մակրոնն է տվել, ո՞վ տվել։ Ես եմ տվել։ Թե չգիտեք։ Ֆրանսիացիները չեն տվել։ Նշում եք, անուն եք նշում։ Հա, դա իմաստով, հա։ Ներողություն, ինչ տարեգրությունը շփոթեցի երևի թե։ Հա, Մակրոնը որ Կիլիկյան տվեց Թուրքիային, Արցախը տվեց Ադրբեջանին, կատարյալ խաղաղություն հաստատելով, հիմա ուզում է Հայաստանը վերահսկել։ Քանի որ երկու տեսակետ էր այդ Եվրոպայից մասնավորապես Մակրոնի այցի հետ կապված, մի մասը ողջունում էր, ասում էր ինչ լավ է որ միանգամից այսքան նախագահներ Եվրոպացի եկել են Հայաստան, մի մասն էլ դեմ էին, փաստորեն դուք եք երկուն։ Իրենք Հայաստան չեն եկել, ոչ մեկը Հայաստան չի եկել։ Այդ դասից մի մասը գնացին Ադրբեջան։ Այդի պետքա նշել, որ գնացին Ադրբեջան։ Եկել այստեղ Գագաթնաժողովի մասնակցում։ Գագաթնաժողովին են մասնակցում, որը տեղի անում է Հայաստանում, պրիչո դու Հայաստանն են եկել։ Հայաստան է եկել, որ մասնակցեն, բանով։ Դա լավ չեմ հասկանում, ուրեմն շարունակեք։ Դե ուզում եմ ասել, դուք փաստորեն երկրորդ այսպես, հա, տեսակետը գրողն եք, որ բացասական է վերաբերվում ու քննադատ։ Իհարկե, այն գործընթացը, որը փաստորեն հենց Մակրոնների այսպես կոչված հովանավորության տակ Նիկոլ Փաշինյանը փաստորեն տարիների վեր տանում էր, հակառուսական տրամադրությունների սերմանում եւ այլ, հասավ իր ըստ էության հասավ իր նպատակին։ Զելենսկու այցի հետ կապված Զելենսկին կարող գար Հայաստան եւ ես դրա դեմ ոչինչ չունեմ, բայց եւ Զելենսկին եւ Մակրոնը իրենց բայեցին անշնորհքի նման։ Ինչու՞։ Իրենց հրետորաբանությամբ ուղղված Ռուսաստանին։ Կոնկրետ Ռուսաստանի հետ կապված կոնկրետ, որտեղ օրինակ մեր հետ կապված ասում էին Հայաստանը ժողովրդավար, տեսեք ինչքան առաջընթաց է ունեցել մեզ, որպես այդպեսի վիրավորական բան չեն ասել։ Գիտեմ, դա հենց բանն այլ է, փշիանելով իրանք իրաց գործն են անում։ Հայաստանը ժողովրդավար եկա մեկ էլ մյուս ու այդ ժողովրդավար երկրին սուվերեն իրավունքները ոտնահարելով այդտեղից այլ երրորդ պետության հասցեին ասում են բացասական բաներ։ Դա տագեղ է շատ։ Եվ Մակրոն, որ եկել է Զելենսկին Հայաստան, ես խնդիր չունեմ։ Ինքը նորից եմ ասում Հայաստան չի եկել է այդ բանին Գագաթնաժողով, ինչ էր ոնց էր կոչվում։ Այդ միջոցառմանը մասնակցելու համար բացարձակ խնդիր չունեմ։ Բացարձակ խնդիր չունեմ նաև այն դեպքում, երբ որ առանց այդ միջոցառման էլ Զելենսկին գա Հայաստան, էլի խնդիր չունեմ, բայց գալ եւ պահել իրենց անշնորհքի նման, այդ էս խնդիր ունեմ։ Այսինքն Հայաստանը վերածում են Ռուսաստանի դեմ, այսպես։ Դե հա, այդ է։ Ասենք Մակրոնը բանը եւ այլ Եվրոպան Հայաստանը չի ճանաչում։ Ինքը ճանաչում է մի ուրիշ խնդիր։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, Պարսկաստանին առնել
օղակի մեջ եւ այդ խնդիրը իրանք փորձում են լուծել հուսանք որ չեն կարա որովհետեւ այդ խնդիրի լուծման ճանապարհին առաջանում են մարտահրավերներ, որոնք հայոց պետականության գոյությունը դնելու են վտանգի տակ, եւ դա իրենց հետաքրքիր չի, իսկ բացարձակապես։ Պարոն Աղազարյան, վերադառնանք ընտրական process-ներին, հա, որ գնալով սպասում է, որ եթե այսպիսի սկիզբ է ունեցել նախընտրական քարոզարշավը, գնալով այսպես թեժանալու է։ Արդեն այդ հիմնական տեխնոլոգիաների նշում են, օրինակ մեկը-մեկին դատի են տալիս, իրավական գործընթացներ են սկսում, այսպիսի զարգացումներ, այսպիսի քարոզարշավ է սպասվում, հանրությունը ինչի ականատես, այսպես ասած կլինի։ Ես ասեմ, որ վարչապետի պահվածքը երևի նաև այդ ձևակերպները որ տվել է, պայմանավորված է Սամվել Կարապետյանի վերջին մամուլի ասուլիսով։ Այո, դրանից հետո ասաց, որտեղ Սամվել Կարապետյանը իրեն տարբեր իմաստերով բարձր որակներ ցուցաբերեց, շատ բարձր որակներ ցուցաբերեց։ Իհարկե, մի քիչ գեղեցիկ լավ չի, որ ասած, ակաջահաճու չի իր հայրենի այսպես կոչված բանը մի քիչ ոչ լիարժեք երևի թե խոսել, որտեղ դե տարիների ընթացքում որ դասում ա եղել, դրանով է պայմանավորված, բայց կոնկրետ ես հաճելիորեն զարմացած եմ եւ ուրախ եմ իր մտքերի շարադրման հումորի բարձր զգացողության վրա եւ վերջի երևի թե 6-7 ամիսների ընթացքում առաջի անգամ ընդդիմադիր գործիչը օրակարգ թելադրեց։ Ինչ օրակարգ։ Թելադրեց սնկերի հետ կապված հայտնի, որին ռեակցիա տվեց վարչապետը եւ պատասխանեց դատի տակ։ Բայց հանրությանը, այսպես ասենք, պարոն Աղազարյան, մեր հանրությանը նման խոսույթ է ակնկալու դրա կարիքը ունի արդյոք այս պահին, թե լուրջ ծրագրերի ինչ որ առաջարկների, թե այսպես բանավեճի պետք է ականատես լինի։ Ամեն դրվագ իր այսպես կոչված բան իրավիճակն ունի եւ իրավիճակին համապատասխան պետք է դու արտահայտվես։ Ես կարծում եմ որ դե բա եթե իրան ասելա որ բան եմ անելու անուն ինչա բոմժա դառնալու, բա չպատասխանի այդ մարդը։ Պատասխանում է, իր ձևով է պատասխանում, հումորով, կատակով, բանով պատասխանում է։ Այո, չպատասխանի թողնի անցնի, իրանք ծրագրեր ներկայացնում են 300,000 աշխատատեղ, բան չգիտեմ ոնց են անելու, բայց բոլոր դեպքերում ներկայացնում են։ Բայց դա խնդիրը ուրիշ տեղ է։ Խնդիրը ուրիշ տեղ է, որ Սամվել Կարապետյանի կողմից ղեկավարվող ուժը, որ ընդդիմության առաջատարն է այսօր, եթե ինքը ընդդիմությանը չի համախմբում ամբողջական, մոտավորապես բանաձևով որ մենք առաջարկել ենք կամ դրան մոտ բանաձևով, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Այսինքն ընտրական process-ների հետ հետագա զարգացումները կախված է այդ ուժից քաղաքական, թե ինչպեսի այսպես դե ինչպեսի կեսված կենք ընդունի, հիմա ժամանակ կա, մենք որ ծրագիր ենք առաջարկել ճակատի գաղափարը որ առաջարկել ենք, այդ գաղափարը կամ դրա մոտի գաղափարով եթե չարաշնորհվեց ընդդիմությունը, ապա Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է, ընդ որում կարող է պատահի նույնիսկ սահմանադրական մեծամասնություն ունենա։ Տարբերակ կա, որ սահմանադրական մեծամասնություն ունենա, այդ տարբերակն այն տարբերակն է, որ X պայի մեծ ձևով շարժմանը ինքը դուրս անի քաղաքական պայքարից։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, ձեզ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։